ոչ կապիտալիստական, պարտադիր չի դա ինչ-որ Amazon-կայի ինչ-որ ցեղ կամ եւ այլն։ Ոչ կապիտալիստական հատված, դա այսպես կոչված տնային աշխատանք։ Ինչքան էլ մենք մարքետիզացնենք, շուկայացնենք մեր կյանքը, մենք այլ մնում են հատվածներ, որոնք վերաբերում են այսպես կոչված տնային աշխատանք։ Որոշ գործեր անում ենք ինքներս, մեր համար։ Օրինակ, տունը ճաշ ենք սարքում, տունը լվացք ենք անում։ Դու էլ ես, չէ, լավ հիշում 90-ականները ես էլ, ասենք բոլոր ընտանեկան փարթիները, հա, արվում էր տանը, չէ, թաղման արարով մասնագիտություններ են նոր մեր մոտ հայտնվել։ 90-ականներին չի եղել, այսքան աշխատանքի համադա մասնագիտություն չի եղել 90-ականներին։ Համադան դա ազգի բանն էր, չէ, ամենամեծ գարից է։ Այ դա ինչի հետևանքը, դա այս գործընթացի հետևանքն է, հա։ Պարզապես այդտեղ մենք ինչ ենք անում, մենք այդ աշխատանքը շուկայացնում ենք։ Եթե այնտեղ ես իմ համար եմ անում, հիմա ես վճարում եմ դրա համար փող։ Բարև ձեզ, Capital Plus podcast-ի 6-րդ թողարկումն է եւ այսօր խոսելու ենք հետեւյալ թեմայի մասին։ Ձեռնարկատիրական շահույթի էությունը եւ աղբյուրը, ձեռնարկատիրության եւ ռենտայի որոնում հասկացությունների սկզբունքային տարբերությունը։ Արկած ողջույն։ Ողջույն։ Խնդրեմ ներկայացնես թեման, ասես ինչու ենք այսօր խոսելու այս մասին, ինչով է պայմանավորված թեմայի ընտրությունը։ Մի խոսքով սկսենք։ Սկսեմ նրանից, Վլադ, որ պարզ ասած մենք այսօր խոսելու ենք շահույթ երևույթի մասին։ Ձեռնարկատիրական շահույթ։ Ինչու ռենտա, որովհետև շատ հաճախ այդ երկու հասկացությունները շփոթում են։ Շփոթել ասելը դա շատ քիչ է։ Ես անգամ կասեմ, այստեղ տիրում է այդ ոլորտում տիրում է քաոս որոշակի, այսինքն հասկացությունների օգտագործման, հա։ Այո, ու շահույթ բառը, հա, ինչպես են օգտագործում մարդիկ, հա, ձեռնարկատիրական շահույթը եւ հետեւաբար ձեռնարկատիրական գործունեությունը խառնում են ռենտայի ստացման հետ, հա։ Եվ այսօր խոսենք շահույթի եւ ռենտայի մասին։ Հիմնականում շահույթի, հա, որովհետեւ այստեղ կենտրոնականը հենց շահույթ հասկացությունն է։ Որպեսզի մենք հասկանանք ինչ է այս ներկայացնում ձեռնարկատիրական շահույթը, ես ստիպված եմ շատ հեռվից գալ Ադամից, ոչ թե բիբլիական Ադամից, այլ Սմիթից, մեզ արդեն ծանոթ, որը ժամանակակից տնտեսագիտության Ադամն է, էլի նորից։ Այո, կարելի է եւ այդպես ասել։ Բիբլիական։ Նորից ինչու, որովհետև առաջի մարդը, ով փորձեց համակարգել այն ինչ որ մենք այսօր կոչում ենք տնտեսագիտություն, Ադամ Սմիթն էր։ Ինչ արեց նա։ Երկու աքսիոմա։ Առաջինը արժեքի աշխատանքային տեսություն, այսինքն որ ապրանքի արտադրանքի ծառայության արժեքը պայմանավորված է աշխատանքով, մարդու աշխատանքով։ Եվ երկրորդ աքսիոմը դա հավասարակշռություն։ Ինչ ասում հավասարակշռություն, որ տնտեսությունը ձգտում է, հա, պարտադիր չի հենց գտնվում է միշտ, հա, հավասարակշռության մեջ, բայց համենայն դեպս ձգտում է, հա, շատ մոտ է հավասարակշռությանը։ Ինչպես դա կարելի է հասկանալ։ Նյուտոնյան մեխանիկա, հա, ինչ է նյուտոնյան մեխանիկա։ Ուրեմն մարմնի վրա գործող ուժերի հանրագումարը հավասար է 0-ի, հա, կամ այլ կերպ, ուրեմն մարմինը մնում է կայուն կամ շարժվում է ուղիղ, մինչև իրան հավասարակշռություն չհանեն ինչ-որ արտաքին ուժեր։ Այդ երկու աքսիոմայի վրա Սմիթը փորձեց կառուցել ամբողջական տեսություն։ Եթե մենք դիտարկում ենք այդ երկու աքսիոմը միասին, հավասարակշռությունը եւ արժեքի աշխատանքային տեսությունը, ապա առնվազն երկու հարց առաջանում։ Ինչ է շահույթը, հա, եւ ինչ է ռենտա։ Քանի որ նույն Սմիթը սահմանեց, որ ազգային արտադրանքը, հա, երկրի տնտեսության բաշխվում է 3 մասի, հա, քանի որ կա 3 արտադրական գործոն, հա, աշխատուժ, կապիտալ եւ հող բնություն կարելի ասել։ Ամեն մեկը ունի իր վաստակը, հա, իր ներդրումը ընդհանուր արդյունքի մեջ։ Եվ այդ ընդհանուր արդյունքը բաժանվում է 3 վարձատրության ձևի։ Կապիտալը ստանում է շահույթ, աշխատուժը ստանում է աշխատավարձ, իսկ հողը սեփականատերը ստանում է ռենտա։ Ռենտան դա հողից ստացվող եկամուտ։ Եթե մյուս կողմից Ադամ Սմիթի աքսիոմը, որ ապրանքի արժեքը պայմանավորված է նրա վրա կատարած աշխատուժով, ապա բնականաբար անհասկանալի է թե ինչ է շահույթը եւ ինչ է ռենտան։
Որտեղից գոյանում այդ երկու վարձատրության ձևերը։ Ինչ արեց Սմիթը, ինչպես նա բացատրեց ռենտան, ասաց իրականում ռենտան գոյություն չունի, ամբողջ արժեքը ստեղծում է աշխատանքը, պարզապես քանի որ հողի սեփականատերը, հողամասերը նրանք սահմանափակ ռեսուրս է, ամեն մեկը չունի հասանելիություն, որպեսզի ինքը կարողանա մշակի այդ հողը եւ այլն, ով որ չունի հնարավորություն, ստիպված է դիմում է հողամասի սեփականատիրոջը եւ նա այդ հնարավորության համար իրանից որոշ պահումներ անում իր արդյունքից։ Դա, այսինքն դա իրականում մարդու վարձատրություն, պարզապես դա կիսվում է արդեն տվյալ դեպքում ռենտայի եւ աշխատավարձի վրա։ Ինչ վերաբերում է շահույթի, ապա այստեղ Սմիթը հետեւյալ կերպ բացատրեց, ընդհանուր առմամբ կարելի ասել այսօր են այդպես նայում շահույթի վրա, որ շահույթը դա պայմանավորված է դրանով, որ ձեռնարկատիրական գործունեությունը պարունակում է ռիսկ։ Որոշ մարդիկ վերցնում են իրաց վրա այդ ռիսկերը, ձեռնարկատերերը, այսպես կոչված։ Եվ ռիսկը ստանձնելու համար իրանք ստանում են շահույթ կամ վնասներ, նայած, եթե կարողացել ես խուսափել ռիսկերից, մեղմացնել ռիսկերը, կառավարել եւ այլն, դու ուրեմն կստանաս շահույթ։ Չէ, ուրեմն ինչքան ռիսկային է գործունեությունը, այդքան շատ է շահույթը եւ այլն։ Այսօր նորից մենք անցած հաղորդման ժամանակ խոսացել ենք այդ թեմայով, մենք ասել ենք, որ այդ գաղափարը կիրառվում է այսօր ֆինանսական գիտություն, ֆինանսական շուկան, ֆինանսական գործիքների հետ աշխատելիս։ Սմիթի հայեցակարգը շարունակեց դասական քաղաքացիության այլ ներկայացուցիչ, այլ փայլուն ներկայացուցիչ Դավիթ Ռիկարդոն։ Դավիթ Ռիկարդոն իր աշխատության մեջ, որը կոչվում է քաղաքատնտեսության եւ հարկման սկզբունքներ, մի քիչ այլ կողմից մոտեցավ մանավանդ ռենտայի հարցին։ Սկզբից ասեմ լավ շահույթի մասին, ինչպես նա ընդունեց Սմիթի երկու աքսիոմը, ասեմ, այսինքն ոչ մի փոփոխություն ուտեղ չարեց, որ համաձայնվեց, որ արժեքի աշխատանքային տեսություն, հավասարակշռություն, պարզապես սկսեց մտածել եւ իր պատկերացումը տվեց, որ շահույթի ռենտայի վերաբերյալ։ Շահույթի հետ շատ իհարկե ծիծաղելի ստացվեց, թե ինչպես ինքը բացատրեց շահույթը։ Մոտավորապես ասեց հետևյալ. դե ընդհանուր առմամբ այո, ապրանքի արժեքը պայմանավորված է աշխատանքով։ Բայց քանի որ ինքը տեսնում էր իրականությունը, որ շուկայական գները կարող են տատանվել, ասեց, իհարկե, այնտեղ կան ինչ-որ որոշ տարբերություններ, 5, բայց իրանք էական չեն, այնտեղ 5-7%-անոց տարբերություն կա, որը որ դուք ասում եք, որը մենք կոչում ենք շահույթ, բայց ինքը էական չի, ինքը ընդհանրապես առհասարակ ինչ-որ էական դեր չի խաղում։ Մեկի մոտ մի 5% ավել է, մեկի մոտ 5% պակաս է, ընդհանուր առմամբ ամեն ինչը բալանսավորված է։ Հետո որոշ մտածողներ հումոր էին ստեղծել եւ այդ հումորը գրքից գիրք տեղափոխվում էր, այդ ձևակերպումից հետո Ռիկարդոն կոչում էին արժեքի աշխատանքային տեսության 93%-անոց հավակնորդ։ Ռենտայի հետ քիչ ավելի Ռիկարդոն սոլիդ էր եւ տվեց ռենտայի ձևակերպումը, ռենտայի սահմանումը։ Ինչպես մենք ասացինք, ռենտան դա հողի տիրապետելուց սեփականատիրոջը ստացվելիք գումարներն են։ Տես, եթե գրաֆիկի վրա մենք պատերենք հետևյալը, դա սպառումն է մեր, քանակը, ուստի գրեմ սպառում։ Իսկ տեղ ծախսեր, նաև գին, ասա կտեսնենք ինչ։ Սպառում նկատի ունենք գյուղատնտեսական, այն ինչ որ տալիս է, հողը այդ բերքի սպառում։ Եթե մենք սկսում ենք ինչ-որ պայմանական սպառումից, առհասարակ սկզբից երբ որ մենք սկսում ենք հողատարածքները մշակել, դա ես ասում Ռիկարդոյի հայեցակարգը, այնտեղ ես չեմ ասում, որ ես 100%-ով համաձայն եմ, բայց մոտավորապես հետևյալ ինքը նա է դա ասում։ Երբ որ մենք սկսում ենք հողը մշակել, որոշում ենք, մենք սկզբից սկսում ենք հողամասերից, որոնք բերքաբեր են, ճիշտ է։ Ու մեր ծախսերը շատ նվազեն, օրինակ, ասենց։ Հետո, երբ որ որպեսզի ավելացնենք սպառումը, մենք պետք է ինչ, անցնենք այլ հողամասերի, որոնք կարող են լինել եւս բերքաբեր, բայց կարող է արդեն ոչ, քանի որ բերքաբերները մենք անընդհատ սպառում ենք, անցնում ենք եւ մենք հասնում ենք դրան, որ արդեն հողամասերը դառնում են ոչ այդքան բերքաբեր, ճիշտ է։ Եվ եթե մենք սենց այս X abscissով գնանք, մենք կստանանք մոտավորապես այսպիսի կոր։ Ինչ է սա նշանակում, որ գնալով բերքատվությունը ընկնում է, Ինչ աշխում բերքատվությունը ընկնում է, ծախսերը շատանում է, մշակելու ծախսերը շատ։ Այո։ Բայց ենթադրենք, եթե մեր մոտ ստեղ ինչ է օրինակ, ցորեն, որը հետո վաճառվում է շուկայում։ Անկախ դրանից, որ հողատարածքի վրա ես դու մշակում, որտեղ ես դու աճեցնում ցորենը։ Դրանից ստացվելիք արտադրանքը ինքը ունի ընդհանուր շուկայական գին, Այս գնով է ինքը վաճառվում։ Բնականաբար այստեղ
ինչ կլինի։ Այս QM-ը։ Սա կլինի վերջին հողատարածքը, որը կմշակվի, որովհետև ստեղ մշակել արդեն ձեռ չի տալի։ Ծախսերը, հա, կգերազանցեն։ Այո։ Հիմա տես, այս մարդն էլ է վաճառում իր ցորենը, այս մարդն էլ է վաճառում իր ցորենը։ Այս մարդը գտնվում է 0 շահութաբերության կետում կարելի ասել։ Հա, այս մարդիկ, այս մարդը ստանում է այս տարբերությունը, հա, այս։ Սա ռենտա է։ Հա։ Այսինքն, ինչքան բերքաբեր է հողը, ճիշտ է, այդքան ռենտան բարձր։ Սա է, ուրեմն Ռիկարդոյի, սա կոչվում է այսպես կոչված դիֆերենցիալ ռենտայի էությունը։ Եթե մենք խորը մտածենք, հա, ռենտայի վերաբերյալ, ապա ինչու միայն հող։ Այն սահմանումը, որ ռենտան դա հողից ստացվող եկամուտն է, մի քիչ ինքը հնից է գալիս, եւ մարդությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Եվ հողը եղել է հիմնական եկամուտի արտադրության գործոն։ Առհասարակ այս տրամաբանությունը, ռենտային տրամաբանությունը մենք կարող ենք տարածել ցանկացած սահմանափակ, հա, սակավ ռեսուրսի վրա։ Եթե մենք ունենք սակավ ռեսուրս եւ պահանջարկը բարձր է այդ ռեսուրսից ստացվող բերքի վրա, բարիքի վրա, ապա մենք կունենանք ռենտա։ Կարող եմ բերել ուրիշ օրինակ։ հաստոցը, որը մենք վարձակալությամբ վերցնելու ենք, որպեսզի արտադրություն կազմակերպենք, այդ հաստոցի դիմաց տրվող այդ վարձակալության գումարելի ռենտա է լինելու։ Նայած դեպքում մի քիչ կասկածում եմ, որովհետև ստեղ խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ որ դա այդ ռեսուրսի առաջարկը սահմանափակած է, խիստ, այսինքն մենք չենք կարելի երկրորդ հաստոցը բերենք, երրորդը։ Ես բերեմ օրինակ, որ դու ավելի լավ պատկերացնես։ Օրինակ, տես, տուն ենք կառուցում, տուն կարելի է կառուցել, հա, շենք կարելի է կառուցել։ Հուսային պողոտայում, Վլադ, եւ օրինակ Տավուշի մարզում, Արագածոտնի մարզում։ Կառուցման արժեքը, ինքնարժեքը այսպես կոչված, հա, ինքը նույնն է համարյա, գրեթե նույնն է կարելի ասել, չէ՞։ Հողի տարածքը կարող է տարբերություն տա, բայց առհասարակ ինչ տարբերություն դու օրինակ բետոն ես անում, չգիտեմ, կարկաս ես կառուցում եւ այլն, ինչ տարբերություն դա որտեղ է։ Բայց եթե մենք հետո նայենք դա ինչքանով է վաճառվում քառակուսի մետրը, հա, այդ շենքում, դու կտեսնես երևի 10 անգամ տարբերություն։ Այո, այո։ Ճիշտ է։ Դու վաճառում ես քառակուսի մետր հյուսային պողոտայում ես $3000 ես վաճառում, ես 300, հա։ $300, դա օրինակ տվյալ դեպքում մարդիկ կասեն շահույթ է, դա շահույթ չի իրականում, դա պարզապես ծախսած ժամանակի դիմաց վարձատրություն է։ Կարելի ասել աշխատավարձ է։ Այն մարդիկ ինչը որ ասում են նորմայի մեջ շահույթ, նորմալ շահույթ, բիզնեսի համար բնորոշ շահույթ, եւ դա մի քիչ սխալ ձևակերպում է, որովհետեւ տվյալ դեպքում մենք գործում ենք պարզապես մարդը, ով որ աշխատել է, դա պարզապես աշխատավարձ է իր, որ ինքը իրեն է տալիս կար։ Բա ինչ անենք այն $2700 հետ, հա, քառակուսի մետր։ Դա ինչպես դիտարկենք, դա աշխատավարձ է, ոչ, հա, մարդը աշխատել է քոչապ, բա ինչի ձեր վարձատրությունները տարբերվում։ Ոչ, դա աշխատավարձ։ Աշխատավարձը դա, հա, այդ $3000 մեջ իր $300-ն է։ $2700 հաշվապահությամբ, հա, հաշվապահորեն դա դիտարկվում է որպես շահույթ, որովհետև հաշվապահությունը չի ճանաչում ռենտա հասկացություն։ Ռենտան դա հաշվապահական հասկացություն չի, դա տնտեսական, հա, տնտեսագիտական հասկացություն։ Եվ անգամ շատ այսօր ժամանակակից, հա, տնտեսագիտական գրքերում, հա, դասագրքերում եւ այլն ռենտայի հարցը ասում անցնում են առաջ, հա, հողից ստացվող բան, բայց դա հիմա չկա ու ենթադրում են, որ ռենտան գոյություն չունի, քանի որ հողագործությամբ զբաղվում է, չգիտեմ, շատ քիչ մարդ, հա։ Մնացած բոլոր այդպիսի եկամուտներ դիտարկվում են որպես շահույթ։ Եթե դու վերցնես ֆինանսական հաշվետվությունը կազմակերպության ցանկացած, հա, կտեսնես, որ դու եկամուտ ծախսերը վերջում շահույթ, ռենտայի մասին դա ընդհանրապես խոսք չկա։ Բայց շատ կարևոր է տարբերակել այդ երկու հասկացությունները, որովհետև նրանք ունեն տարբեր աղբյուրներ։ Հա, մենք տեսանք, ես բացատրեցի, հա, որն է ռենտայի աղբյուր։ Նորից, ասենք, ռեզյումե անենք, հա։ Ռենտան դա սակավ ռեսուրսից ստացվող արդյունք, հա, բայց ինչու է դրական, որովհետև արդյունքի վրա պահանջարկը գիսին է, որ սահմանված շուկայական գինը գերազանցում է, էական գերազանցում է այդ արտադրանքը ստեղծելու ինքնարժեքը։ Քանի որ հյուսային պողոտան ինքը մի հատ է, եթե օրինակ պատկերացրու դու կարաս հյուսային պողոտաներ կառուցես իրար կողք, ենթադրենք, հա, ապա բնականաբար ամեն մի առաջարկից հետո բնականաբար գները քիչ-քիչ ու ինքը գա հավասարվի ուս Վայոց ձորում կամ չգիտեմ Արագածոտնի մարզում նույն բնականանի արժեք չի։
հա, եւ այնտեղ կմնա ընդամենը մի մաս, որը կլինի վարձատրություն քո, հա, չարչարանքների համար։ Ոչ մի ռենտա չի լինելու։ Բայց քանի որ մենք գիտենք, որ հուսային պողոտը մի հատ է եւ չի կարա լինի մի քանի հատ, իսկ պահանջարկը հուսային պողոտային բնակարանների շատ բարձր է, հա, պահանջարկը այնպեսին է, որ ձևավորումը գին շուկայական, որը շատ ավելի բարձր է, քան կառուցման արժեքը։ Եվ այդ տարբերությունը դա ռենտա է։ Վերցնենք համաշխարհային տնտեսություն, նավթային կամ գազային առհասարակ էներգակիրների բիզնեսը, հանքարդյունաբերությունը եւ այլն։ Այդ բոլոր ստացվող եկամուտները իրանք ռենտային եկամուտներ են։ Ոչ թե շահույթ։ Ես հիմա մարդիկ կասեն ինչ տարբերություն ռենտա եւ շահույթ բառեր են գրում։ Փողը էլի, հա, բայց քանի որ աղբյուրը տարբեր է եւ ասեմ մենք կտեսնենք, երբ որ հասնենք շահույթին, հա, դա ինչով է տարբերվում ձեռնարկատիրական շահույթը։ Մեր մոտ սա ամեն ինչ խառնում են մի, հա։ Լավ, իսկ ինչքանով է արդիական, հա, այսօր տես հստակ տարբերակել է սահմանել է, ասենք, ռենտայի ու շահույթի տարբերության, եթե օրինակ չգիտեմ, հաշվապահությունը ռենտա հասկացություն չի կիրառում, իսկ շատերի համար հիմնական մեծամասնության համար, եթե չի կիրառվում հաշվապահության կողմից, օրինակ դա գուցե այդքան այլևս կարևոր չի։ Ասեմ, այսինքն ինքը զուտ գիտական նշանակություն ունի, զուտ տնտեսագիտական առումով է հետաքրքիր, թե նաև ինչ-որ կիրառական պրակտիկա առումով գուցե չգիտեմ։ Նախ ասեմ, առնվազն բիզնես կրթության մեջ, հա, եւ բիզնես ոլորտում պրակտիկա է, դա էական է։ Էականն է, դու ինչ գործում ես, ուրեմն դու գործում ես ռենտայի հետ, գործում ես ձեռնարկատիրական շահույթի հետ։ Օրինակ ես ասեմ, Հայաստանում երևի 98%-ը, հա, դա մարդիկ, որոնք ասում են, ստանում են շահույթ, հա, թղթերով, իրականում ստանում են ռենտա։ Նայ, տարբերությունը ինչու՞մն է։ Դու չես կարող մարդուն սովորացնել, որպեսզի ինքը ստանա ռենտա։ Դա կամ տրված է լինում, հա, դա էկզոգեն գործում, հա։ Ես ծնվել եմ, պապս, հա, ուրեմն թողել է ինձ ժառանգություն հուսային պողոտայում, հա, անշարժ գույք։ Մյուսին չի թողել։ Արդեն այդ մարդիկ հավասար չեն, հա, այդ իմաստով։ Այս մարդը ունի առավելություն։ Անկախ դրանից են մարդը ինչ անի, այս մարդը ստարտվի, ինքը կարող ընդհանրապես ոչ մի բան չանի, չաշխատի եւ այլն, մենակ ռենտայի եկամուտով ապրի, հա, եւ ոչ մի բանի մասին չմտածի։ Այսինքն շատ հաճախ, հա, իմ ուսանողներից գալիս են ասում, գիտես, լավ, այդ ամեն ինչը, բան պատմում եք, չգիտեմ, այս են կոմ աշխատանքի բաժանում եւ այլն, պարզ է, բայց ես օրինակ ունեմ բիզնես, չգիտեմ, ինչ-որ ավտո պայստամասեր եմ ներկրում, նորմալ իմ համար, բայց հիմա ինչ եմ անում ես, ես ուրեմն ամեն ինչ։ Հա, դրա մասն է հարցը։ Իհարկե, ես էլ ազնիվ պատասխանում եմ, առհասարակ քեզ այս ամեն ինչը պետք չի։ Որովհետև եթե դու ունես ռենտային եկամուտ, ինչ-ինչ պատճառով դու կարողանում ես, հա, չգիտեմ, մարդ ունես, որ քեզ օգնում է, եւ այլն, հա։ Եթե դու կարողանում ես ստեղծել ռենտային եկամուտ, հա, գնա, ստացի, ապրի, ես միայն ուրախ կլինեմ։ Ես չեմ կարող սովորացնել ձեզ, հա, ունենալ ռենտա, դա ոչ մեկ չի կարող։ Օրինակ, չգիտեմ, ծնվի հուսային պողոտայում, հա, հնարավոր չի դա։ Կամ չգիտեմ, ծնվի արաբական թերակղզում, հա, որպեսզի տակը ունենաս ռեսուրս, որը նորից, հա, ռենտայի ապահովի քեզ ռենտայի եկա։ Դա հնարավոր չի։ Այլ բանն է, երբ որ խոսում ենք ձեռնարկատիրական շահույթի մասին, որտեղ ձեռնարկատիրական բիզնես կրթությունը, հա, եւ բիզնես կոնսալտինգը եւ այլն, ամեն ինչը ինքը ուղղված է հենց որպեսզի դուք կարողանաք վաստակել շահույթը, ոչ թե ռենտան։ Այդ դա կարելի է սովորացնել, այսինքն կարելի է ցույց տալ մարդը ոնց անի, հա, որպեսզի ձևավորվի այդ շահույթը։ Այնտեղ կան մեթոդները եւ այլն, առհասարակ երբ մենք բոլորին ասում ենք բիզնես, չէ՞, մեր մոտ բիզնեսը։ Մենք չենք տարբերակում ձեռնարկատիրական գործունեություն, կլասիկ, հա, եւ ռենտայի որոնում։ Բոլորին ասում ենք բիզնես։ Կազմակերպչական իրավական տեսանկյունից տարբերություն նորից, ոնց որ հաշվապահությունը տարբերություն չի դնում։ Իրավական դաշտել տարբերություն չի դնում, չի ասում, հա, սա ձեռնարկատիրական գործունեություն, սա ռենտայի որոնում է։ Դրա համար բոլորը մեր մոտ կոչվում են բիզնեսմեն, ձեռնարկատեր, այսինքն եթե ես ունեմ ՍՊԸ, հա, ես ունեմ ձեռնարկատեր։ Անկախ դրանից ես ռենտա եմ վաստակում, թե ձեռնարկատիրական շահույթ։ Երկրորդը, ինչ պրակտիկ օգուտ կա տարբերակելուց հարկման պետական քաղաքականությունը, նախ հարկումը եւ աջակցումը։ Կարելի է տրամաբանել, հա, պետությունը չպետք է աջակցի ռենտայի որոնմանը, ավելի շատ պետք է հարկի ռենտան, քան ձեռնարկատիրական շահույթ։ Իդեալում ռենտան պետք է հարկի 100%-ով, հա, իսկ շահույթը 0։ Որպեսզի մարդը ընդհանրապես չփնտրի ռենտ, այսինքն իմաստ չունենա, որ դա իր ձեռից կվերցնեն, հա,
եւ գնաց զբաղվի ձեռնարկատիրությամբ, որը չի հարկվում ընդհանրապես։ Բայց դա իդեալում, բնականաբար տենց մի քիչ դժվար է, հա, հիմա մարդիկ կասեն, ինչով ենք մենք մեղավոր, որ մենք ծնվել ենք, հա, լավ, ունենք առավելություն, բայց մենք ինչա թշնամիներ ենք եւ այլն, որ դուք մեր եկամուտները վերցնեք։ Պարզապես պետք է ճկունություն, այո, բնականաբար անիրագործելի է, բայց տենդենսը պետք է լինի դրան, որ ռենտան ինչքան հնարավոր է հարկվի շատ, հա, իսկ ձեռնարկատիրական շահույթը ինչքան հնարավոր է քիչ։ Լավ, իսկ կան տենց օրինակներ ինչ-որ պետությունների, իհարկե խոսքը ոչ 100% ու 0%-ի մասին, հա, այլ որ շուտ ճկուն հարկային համակարգ գործի, ռենտան ավելի շատ հարկվի, քան շահույթը կան։ Դե, դες Վլադ ջան, ես չեմ պատմում ինքը դրանց դա տենց է ձևակերպում։ Ես եմ դա տենց ձևակերպում, հա, բայց որոշ տարեր այդ քաղաքականության մեջ կարող ենք տեսնել, օրինակ դրիրատվության եւ ժառանգությունների հարկերը մեծ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Դրա ինչի մասին է։ Որտեղ ժառանգությունը դա ինչ է, ապագայում ռենտա ստանալու աղբյուր է, ճիշտ է։ Ես ոչ մի բան չեմ արել, հա, ծնվել եմ ուղղակի եւ ունեմ բանկային հաշվում պապուծս թողած $50 միլիոն։ Հասկանում ես, այն մյուսը որ չի ունեցել հնարավորությունը, ինչ պետք է անի, որ հասնի բնականաբար, հա, այդ մեծ հարկերը ժառանգության ուղղված են դրան, հենց, հա։ Կամ, չգիտեմ, նորարար կազմակերպությունների հարկերից ազատում։ Նորից ստեղ պետք է շատ նուրբ նայել։ Այո, արդյոք ինչը նորարար է դա ձեռնարկատիրական շահույթը։ Որտեղ կարելի նորարարություն եւ ռենտայի վաստակման մեջ։ Եթե նորարար, հա, ստարտափ բիզնեսները որոնում են ռենտա, ապա իրանք ոչ մի բանով չեն տարբերում դասական, հա, ռենտա ստացողներ։ Այստեղ պետք է տնտեսագիտական մոտեցում։ Ոչ թե հարկայինի տեսուչի աչքով նայել, հա, որտեղ շատ ընդե լավ եւ այլն եւ այլն։ Այստեղ պետք է տարբերակել։ Եվ ես վստահ եմ, որ եթե այդ տեսանկյունից նայես, հա, բիզնեսին, ապա բիզնեսն էլ կսկսի հասկանալ ինչ է ուզում պետությունը։ Այսօր բիզնեսը շատ ժամանակ գիտի պետությունը ինչ է ուզում իրենց։ Ավելի ճիշտ գիտի, ինչքան շատ հարկ մուծես, այդքան լավ է, հա։ Բայց դա մի քիչ կացինային քաղաքականություն արի համաձայն ենք։ Մենք միշտ մեր մոտ բողոքել են, չէ՞, պետության տնտեսական քաղաքականությունից առհասարակ հարկային քաղաքականությունից մանավանդ։ Քանի անգամ է վերանայվել այդ օրենսգիրքը եւ այլն եւ այլն։ Միշտ բողոքել։ Ինձ թվում է հիմքում այն է, որ հարկային քաղաքականության սկզբունքները իրենք սխալ են դրած։ Այ իրանք այն սկզբունքներով չեն դրած, ոսոր մենք ենք քննարկում, որ կա ռենտա, կա ձեռնարկատիրական շահույթ, հա, ոչ մեկ լսել ես այդպես բան մեկը խոսա, չէ։ Բա որ ոչ մեկ չի խոսում, այսինքն բարձր մակարդակով չի քննարկում։ Գիտական հանրությունը դրա մասին չի խոսում։ Բոլորը, չգիտեմ, եկեք IT-շտիկներին ազատենք դրանից։ Ինչի IT-շտիկները, ինչ է դա ինչ-որ հատուկ կաստ է, որ ինչի այ տենում ես դրվում է սխալ ուղու վրա, հա, ու գնում արդեն մնացած արդեն իսկ սկզբանե եթե սխալ ես, մնացած քո քայլերը իրանք ըստ սահմանման սխալ են։ Հիմքը որ ճիշտ դնես, արդեն բիզնեսը կզգա ինքը ինչ է ուզում իրանից պետությունը եւ ինքը կսկսի հա բաներով շարժվել, հա։ Եթե պետությունը հա ճիշտ ստիմուլներ դնի, արդեն բիզնեսը կսկսի հասկանալ ինչ պետությունը ինչ է ուզում իրանից, կսկսի համապատասխան հարմարվել, հա, հարմարվել լավ իմաստով։ Եթե դու այսօր նայես, օրինակ մեր մոտ ամենաբարձր եկամուտ վաստակող կատեգորիաները դրանք հիմնականում ռենտա։ Հիմնականում չէ, ռենտա ստացող մարդիկ։ Մեր մոտ բիզնեսներն են, որ հիմնված են ռենտայի վրա։ Մեկը գնում է Ուկրաինայում կամ նո այն ժամանակ Ուկրաինայում հիմա Ռուսաստանում կամ չգիտեմ, մեկի հետ մեծ պայմանագիր է կնքում եւ դառնում է էքսկլյուզիվ դերմուծող ինչ-որ ապրանքի։ Հա, դա ինչ է, եթե ոչ ռենտա է։ Այսինքն ինչ է խանգարում ինձ, քեզ եւ մնացած ինչ-որ մեկին նույն բանն անել։ Մենք կապիտալի չափ։ Մենք չունենք պարզապես այդ միլիոնները, հա, որ գնանք դա անենք։ Թե չէ բոլորս էլ կարանենք։ Վիճակը, հա, որ ամեն մեկը դա չի կարող, իսկ դա կարա ընդհանուր մի քանի հոգի, հա, ինչ-որ մարդիկ։ Իրենք դառնում են, հա, այդ ապագա ռենտայի, իսկ իրանց մասին մենք խոսում։ Բիզնեսմենները, հայ բիզնեսմեն, հա։ Բիզնես ստեղ չկա, հա, այդ դասական ձեռնարկատիրություն ստեղ չկա։ Ստեղ զուտ ռենտայի ուրեմն վաստակում։ Բացատրություններ է տարկեր, որովհետև ես իհարկե ռենտայի մասին շատ եմ լսել։ Սահմանումը միշտ որ հետարկրվել եմ կամ փորձել եմ ուսումնասիրել, եղել է ընդհանրապես հողից ստացվող շահույթ։ Այ հիմա այս բացատրությունը մանրամասն թե Ադամ Սմիթի, թե Ռիկարդոյի կողմից ու թե քո կողմից, որ մանրամասնեցիր, այ իմ համար ավելի պարզեցեց, հա, ռենտայի հասկացությունը։ Նաև արդիականության մասով, էլի, այսինքն ձեռնարկատիրական գործունեության եւ այլնի։ Այնպես որ այս մասով ես ուրիշ էլ ասելիք չունեմ։ Դե ուրեմն շարունակենք, որովհետեւ այս թեմայով
Էլի մտածողներ կային, որոնք իրանց տեսլականներն էին ներկայացրել, մեր կողմից ներկայացվող, քննարկվող երևույթների վերաբերյալ եւ իհարկե այստեղ չի լինի չխոսել Մարքսի մասին, որը իր հերթին եղել է Ռիկարդոյի կողմնակիցը եւ շարունակակողը մտքերի եւ առհասարակ նաեւ Սմիթ ինչ իմաստով որ Մարքսն էլ ընդունեց ուրեմն դասական քաղաքականության մոտեցումը, հավասարակշռությունը եւ արժեքի աշխատանքային տեսությունը եւ քանի որ տեսավ Ռիկարդոյի մոտ չստացվեց եթե ռենտան Ռիկարդոյի մոտ ստացվեց ապա շահույթը իր մոտ ընդհանրապես չստացվեց ինքը շրջանցեց պարզապես այդ հարցը եւ հարցը մնաց բաց ինչ արեց Մարքսը ձևակերպեց իր բանաձևը թե որտեղից է գոյանում շահույթը ուրեմն Մարքսի բանաձևը հետեւյալն է ապրանքի արժեքը որոշվում է կախված է սա կոչվում է հիմնական կապիտալ ավելի ճիշտ ֆիքսված կապիտալ հա կայուն ֆիքսված ոնց է ճիշտ ֆիքսված ֆիքսված կապիտալ սա փոփոխական կապիտալ տվյալ դեպքում սա աշխատավարձ սա փոփոխական կապիտալ իսկ սա շահույթը առհասարակ եթե մենք դիտարկում ենք արժեքի աշխատանքային տեսությունը եւ ապրանքի արժեքը պայմանավորված է իր վրա ծախսած աշխատանքով ապա ամբողջ արժեքը հա պետք է լինի աշխատավարձ ճիշտ է բայց որտեղից են գոյանում այս երկու այլ պարամետրներ սա ֆիքսված կապիտալ է այսինքն սա այն արտադրանքն է որը ստեղծվել է անցած ժամանակաշրջանում հա օրինակ եթե մենք աշխատում ենք գործարանում հա բանվոր ինչ որ բան արտադրում ինքը օգտագործում է օրինակ չգիտեմ ինչ որ մի հատ գործիք հա այդ գործիքը պարտադիր չի ստեղծվել այս նույն տարվա մեջ ինքը ստեղծվել է այլ հա ժամանակաշրջաններում պարզապես դեռ օգտագործման մեջ է իր ամբողջ արժեքը չի տեղափոխել արտադրանքի վրա եւ դեռ օգտագործվում հա նույնը վերաբերում է սարքավորումների եւ այլն մնացած մասը այս մասը հա V + M սա Մարքսը կոչեց հավելյալ արդյունք այսինքն դա ինչ ստեղծվում է այս ժամանակաշրջանի մեջ բայց քանի որ բանվորներին ամեն ինչով ապահովում է կապիտալիստը այսինքն ձեռնարկատերը եւ այլն ինքը վերցնում է դից իր մասը այդտեղից Մարքսը դուրս է բերում հա M-ը V-ի վրա հարաբերակցությունը դա էքսպլուատացիայի հա շահագործման գործակիցը դες ըստ բանաձևի M-ը ինչքան շատ է հա այդքան բանվորներին քիչ է հասնում չէ եւ էքսպլուատացիայի հա շահագործման գործակիցը եւ աստիճանը կախված է թե ինչքան են հա ինչքան եթե շատ է վերցնում շատ է շահագործում եւ այլն հա շահագործման գործակից աստիճան հա ասենք սա Մարքսի կապիտալի առաջի հատորն սրա մասին եթե ձևակերպենք մեր լեզվով սա միկրոտնտեսագիտություն այսինքն կապիտալի դիտարկումը կապիտալիստական արտադրության դիտարկումը ինդիվիդուալների կողմից հա առանձին աշխատողների կամ աշխատողների եւ իրանց գործընկերների սրանով Մարքսը ավարտեց առաջի հատորը բացատրեց մեզ շահույթի էությունը հա բայց նորից ֆիքսենք հա ինքը բացատրեց հա առանձին գործարքի վրա ոչ թե ընդհանուր ավարտեց իր հատորը եւ սկսեց գրել երկրորդը որտեղ փորձեց այս բանաձևը տարածել ամբողջ տնտեսության վրա քանի որ քաղաքտնտեսության հետազոտման առարկան դա ազգային տնտեսությունն է եւ բոլոր օրինաչափությունները եւ այլն դա պետք է ցույց տրվի թե ինչպես են դրանք աշխատում ամբողջ ուրեմն տնտեսությունում սկսում ագրել երկրորդ հատորը եւ տեսնում որ իր մոտ չի ստացվում այսինքն շահույթը դուրս չի գալիս չի ստացվում այս նույն բանը հա եթե մենք դիտարկում ենք բոլոր կապիտալիստերին եւ բոլոր աշխատողներին որոնք համակարգի մեջ են փորձում է չի ստացվում անընդհատ փորձում է այս կողմից այն կողմից իր մոտ չի ստացվում թողում է այդ զբաղմունքը պայմանով որ երևի հեսա որ մի քիչ անցնի երևի կվերադառնամ հա կլուսավորվեմ լուսավորի ինձ վերևից մի բան եւ ես կվերադառնամ այդ թեմային ես ասում եմ գրել երրորդ հատոր ինչի՞ եմ ես տենց ասում որ ինքը տենց է նախատեսել որտեւ ինքը երրորդ հատորը գրելու ժամանակ ինքը անընդհատ վերադառնում է երկրորդ հատորին
Այն ժամանակ մտածողները գրում էին իրենց ուրեմն տրակտատները, եւ իրանք միշտ ամսաթվեր էին դնում, հա, կես։ Եվ եթե դու կարդում ես, հա, իր ուրեմն գրածները, երևում է, որ ինքը երրորդ հատորը գրելու ժամանակ վերադառնում էր անընդհատ երկրորդ հատորին։ Անընդհատ վերադառնում է իր մոտ չի ստացվում, բայց այդ ժամանակ գրում է երրորդը, գրում երրորդը, պայմանով որ մտածում որ սա իր մոտ կստացվի, բայց ինչպես գիտենք, տենց էլ չի ավարտում, հա, ոչ երրորդը, ոչ երկրորդը, ու ինքը մահանում է։ Ինչպես հայտնի է, կապիտալը ունի 4 հատոր, ասում են, բայց Մարքսի կողմից թողարկած, հա, իր կողմից վերջացրած, հա, մենակ առաջին, հա, սա։ Երկրորդն ու երրորդը դա վերջացրել են արդեն կաուցքին են հիմնականում։ Ու մնում է խնդիրը ոնց որ հա մակրո մակարդակում հա չի լուծվում խնդիրը։ Լուծվում է միկրոմակարդակում երևում է, հա պրակտիկա մենք տեսնում ենք, հա որ մարդիկ ստանում են շահ, բիզնեսները ստանում են շահ, եւ այլն, բայց եթե մենք վերստենք ամբողջ տնտեսությունը, པարզ չի, որտեղից է գոյանում այդ շահույթը։ Մի երկու խոսք ասենք մարժինալիստների մասին, այսինքն դա տնտեսագիտության աճ թևն է, դա զուգահեռ գիծ է քաղաքտնտեսությանը, որը սկսեց զարգանալ ուրեմն 19-րդ դարի 70-ական թվերից, եւ այսօրվա ժամանակակից տնտեսագիտությունը սկսել է հենց մարժինալիզմից։ Հա մարժինալիզմը հետո դարձավ նեոդասական տնտեսագիտություն, հետո կենսիանություն, հետո ստացավ նեոլիբերալ սինտեզ, եւ այսօր մենք ունենք մեյնստրիմյան տնտեսագիտության հիմքը դա ժուրնալիստական ուղղությունն է, որի մեջ մտնում էին 3 դպրոց, սկզբից ավստրիական դպրոցը, լոզանյանը եւ ուրեմն քեմբրիջյանը։ Այսօր դրանցից գոյություն ունի միայն առանձին որպես դպրոց, դա ավստրիական դպրոցն է, մնացածները ձուլվել են, հա, այսօրվա գործող մեյնստրիմի մեջ։ Մարժինալիստները ինչպես մոտեցան հարցին, ասին, լավ, եթե երկու աքսիոմայի դեպքում, այսինքն եթե մենք դիտարկում ենք երկուսը միասին, հավասարակշռություն եւ արժեքի աշխատանքատեսություն, միաժամանակ չի ստացվում բացատրել շահույթն ու ռենտան, ապա ինչ-որ մի բանից պետք է հրաժարվենք։ Դրանից մեկից պետք է հրաժարվենք։ Եվ հրաժարվեցին իհարկե արժեքի աշխատանքային տեսությունից։ Տես ուշադրություն դարձավ Վլադ ջան, ոչ մի գիտական հիմք դրանում չկար։ Այսինքն չկար ինչ-որ հետազոտություն, ապացույց եւ այլն, որ ինչու պետք է դրանից հրաժարվել, ինչու ենք մենք թողում հավասարակշռությունը, հրաժարվում ենք արժեքի աշխատանքային տեսությունից։ Պարզապես իմ կարծիքով դա եղել է գաղափարախոսական հիմքերով, հա, քանի որ ձախ շարժումը Եվրոպայում այդ ժամանակ, հա, մեծ թափ էր հավաքում։ Մարքսիզմը որպես քաղաքտնտեսության գագաթնակետ շատ մեծ հայրենակություն էր վայելում ամբողջ աշխարհում, իսկ Մարքսը դա ձախերի առաջնորդն էր եւ դրա դեմ ինչ-որ պետք է մի բան անել։ Եվ եթե դու ուսումնասիրես պատմությունը, հա, տնտեսագիտական մտքի, ապա կապիտալից հետո ամբողջ տնտեսագիտությունը դա այսպես թե այնպես Մարքսի կապիտալի քննադատությունն է։ Մարքսի կապիտալի քննադատությունն է, քանի որ դա է գագաթնակետը, վերջը, հա, ամենա բովանդակային, հա, աշխատությունը, ապա ցանկացած այլ տեսություն, դպրոց եւ այլն ավստրիացիներ եւ այլն, դա ուրեմն կապիտալի քննադատությունն է։ Եվ առաջացավ այդ թևը, հա, մարժինալիստների, որոնք ասեցին, մենք հրաժարվում ենք արժեքի աշխատանքային տեսությունից եւ թողում ենք մենակ հավասարակշռություն։ Ինչպես են իրանք բացատրում այդ դեպքում շահույթը, ռենտան եւ աշխատավարձը, դե ասում են, կա 3 արտադրության գործոն, կապիտալ, հող եւ ուրեմն աշխատուժ։ Քանի որ ամեն մեկը սակավ է, քանի որ ամեն մեկի վրա կա պահանջարկ, հա, ինքը անսահմանափակ չի եւ այլն, ամեն մեկը արտադրության մեջ ստանում է իր արժեքը։ Ինչ համամասնությամբ դա կբաժանվի, արդեն որոշվում է շուկայական գները, հա։ Չգիտեմ, կապիտալն է սակավես պահին, քան օրինակ աշխատուժը, ուրեմն կապիտալի գները կբարձրանա, աշխատուժի գները կիջնի։ Հակառակ պարողը հակառակը եւ այլն, այսինքն ըստ բաժանվում։ Եվ հարցը փակվեց։ Իբր, որովհետեւ դա բացատրություն չի, ամենայդեպս գիտական բացատրություն չի։ Տեսեք, ինչպես է ապրում այդ գաղափարը այսօր, այսինքն ինչպես է ժամանակակից մեյնստրիմյան տնտեսագիտությունը բացատրում է շահութեությունը։ Քիչ թե շատ այդ թեմատիկայով զբաղվում էր ավստրիական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Բեն Բավերկը, դա եղել է 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Բեն Բավերկը, որը Մարքսի երևի ամենաուժեղ քննադատողներից մեկն էր, գրեց 2 հատոր իր «Կապիտալ եւ տոկոս» գիրքը, այդտեղ փնտրելով Մարքսի սխալները, այդպես էլ լուրջ ոչ մի բան չգտավ, գտավ ինչ-որ տեխնիկական թերություններ, բայց բովանդակային ոչ մի բան չկա, բայց այդ գրելով այդ 2 հատորը ինքը տվեց մեզ մարժինալիստական պատկերացում շահույթի մասին, որը այսօր, հա, գրքից գիրք փոխանցելով եկել հասել է այսօր։
Ինչ են ասում ուրեմն նեոդասականները ու կոնկրետ Բեմբավերկը, ինչ են ասում։ Դիսկուսիայի մեջ եւ գիտության մեջ, տեսագիտության մեջ ներառում է հետեւյալ տերմինը՝ արտադրության անուղղակի մեթոդներ։ Ինչ է նշանակում արտադրության անուղղակի մեթոդներ։ Արի հիշենք մեր հերոսին, Ռոբինզոն Կրուզոյ։ Նա խնդիր ունի սնունդ վաստակելու, հա, եւ անում է դա օրինակ ձուկ բռնելով։ Ինչպես կարող է ինքը ձուկ բռնել, հա։ Ինքը կարող է առաջինը բռնել դա ձեռքով, հա։ Երկրորդը ինքը կարող է սկզբից կարտ պատրաստի եւ կարտով, հա, ձուկը բռնի։ Ինքը արի գրեմ, հա, ես դա, որպեսզի հետո ընկալման խնդիր չունի։ Ինչի մասին է խոսքը։ Ձուկը բռնում է Ռոբինզոնը։ Առաջի ձևը, օրինակ, ձեռքով։ Մի ժամում բռնում է 1 կիլո։ Երկրորդ, կարտով։ Բայց կարտով արտադրելու համար, բռնելու համար ինքը պետք է սկզբից այդ կարտը պատրաստի։ Ենթադրենք դա տևում է 3 օր։ Ինքը բռնում է 20 կիլո։ Էլի հնարավորություն ունի Ռոբինզոնը, երրորդ։ Ցանցով ենթադրենք, հա։ Բայց ցանցն էլ պետք է սարքեն։ Ու դա ավելի դժվար է, քան կարտը։ Ենթադրենք, չգիտեմ հիմա տեխնոլոգիայի մեջ չեմ։ Թող լինի 2 շաբաթ։ Բայց արդեն մի ժամում 100 կիլո ձուկ ես բռնում։ Ստե գրեմ, մի ժամվա արտադրողականություն։ Արի ամեն դեպքում աչքի տակ 4-ներում ունենք։ Կրեյսերով, հիշում ես խոսում ենք, կրեյսերով, որը սպուտնիկ է վերևից, հա, ու ցույց է տալի իրան թե որտեղ են ձկները, հա, կակվում։ Կրեյսեր։ Այսինքն անվերջ ժամանակը պետք է, այսինքն ինքը չի կարող ապրի այդքան, որպեսզի պատրաստի կրեյսեր, հա, բայց թող լինի մեսիմ, չգիտեմ, 10 տոննա։ Ինչ ասում Բեմբավերկը եւ օրթոդոքսալ տնտեսագիտությունը ասելով արտադրության անուղղակի մեթոդներ։ Ասում են ինքը կարա առաջի, երկրորդ, երրորդ, հա, չորրորդ ձևով։ Ինչքան տեխնոլոգիական շղթայով, ինչքան երկարում է արտադրության process-ը, հա, քան արտադրողականությունը աճում է։ Կարող ես ձեռքով անել, բայց սա ուղղակի է, հա, ինչ եմ ասում։ Անուղղակին սա էլ ավելի անուղղակի է։ Սա էլ ավելի անուղղակի է, հա։ Ինչքան ավելի անուղղակի է դառնում, ինչքան դու ավելի հեռու ես արդյունքը դրա, չգիտեմ, որտեղ է օրինակ ստեղ, հա, այսինքն 3 դար հետո է։ Հա, այդքան ավելի անուղղակի ձև է եւ այդքան գնալով, հա, ստեղծված արդյունքը շատ։ Սա է։ Ու դրանով իրանք ասում են, դե ուրեմն ձեռնարկատերները դրանք այդ մարդիկ են, որոնք ուրեմն ստեղծում են այդ երկար process-ները, այդ անուղղակի մեթոդներով եւ այլն, իսկ դա ռիսկային է։ Առաջի հարցը կարա առաջանա, մի հատ երեխա նայի մեզ, հա, կարա հարց տա։ Կներես էլի կասի։ Օրինակ, երբ որ ինքը որոշում է կարտով որսի, 3 օր պետք է որ ինքը կարտ ծակի, իսկ 3 օր ինքը ո՞նց է սնվում։ Լավ, ստե 3 օր կասենք մի ձև ընդ խոտ է բանը։ Լավ, ցանցով 2 շաբաթ մարդ ինչով է զբաղվում ես, ով է իրան կերակրում։ Առնվազն կերակրում, ես չեմ ասում դա, հա, կուստապերք եւ այլն եւ այլն։ Պատասխան չկա, հա, այսինքն շատ հեշտ է ասել, հա, ինչքան երկար է գործընթացը, այդքան շահույթ է։ Լավ, եկեք նայեք իրականության մեջ, հա, իրականության մեջ սա հնարավոր է, Ռոբինզոն Կրուզոյի համար սա հնարավոր է։ Դա մի, ուրեմն, պատճառ է, հա, հերքելու այս տեսակետը։ Ինչ է ասում ժամանակակից տնտեսագիտությունը։ Ինչքան ինքը, հա, երկար զսպի են պայմանական, հա, ընթացիկ սպառումից դեպի ապագա սպառումը, այդքան ապագայում ինքը ավելի շատ արդյունք ունի։ Բայց արի հետևյալ հարց տանք։ Արդյոք Ռոբինզոնը որոշում է կայացնելու պատրաստել ցանց։ Մի կողմից ձեռնտու գործ է, հա, մի ժամում 100 կիլո ձուկ։ Մյուս կողմից շատ ծախսատար եւ ժամանակատար, բայց տես, թե ինքը դրանով կարողանալ է արտադրողականությունը բարձրացնել մինչեւ 100 կիլոգրամ։ Բայց արդյոք սա իրան պետք է այդքան։ Հա։ Ինչ հանում ինքը սա։ Ես sense դա եմ ուզում հարցնել, այսինքն ինքը չի կարա սպառելու խնդիրը ունի։ Այսինքն ես տանջվում եմ, սովամահալն եմ համարյա, ինչ է, հա, վաստակեմ մի բարիք, որը առհասարակ ինձ այդքան պետք չի։ Այսինքն ձեռքից անցան կարտի, ցանցի, կրեյսերի։ Հա, սա գիտա տեխնիկական առաջընթացը, որ մեզ ծանոթ, հա։ Այսինքն Ռոբինզոնը սկսում է, հա, իր գիտա տեխնիկական առաջընթացը, հասնում է կարտի ու հավանաբար, հա, աստեղ կկանգնի։
Եվ ինքը կանգնում է, ոչ թե նրա համար, որ ինքը չգիտի ինչա ցանցը, ինքը շատ լավ գիտի։ Ինքը դաժե գիտի ինչա կրեյսերը։ Ինքը պատկերացրեք, երազում է տեսել, կամ չգիտեմ ինչ, հա։ Բայց հարցը դա չի, հարցը արդյոք ինքը որոշումը կկայացնի, որպեսզի Եթե օրինակ կարողանար վաճառել ցուկը, այ հենց հարցը դրանում է։ Ցանց Timbole Cracer, հա, իմաստ կունենար մտածել դրա շուրջ, հա։ Այն դեպքում, եթե օրինակ կողքի կղզիներում ապրեին այլ Ռոբինզոններ, որոնք կարողանային ինչ-որ բան տրամադրել սրա դիմաց, հա, որովհետև եթե այնտեղ ապրում են ինչ-որ ուրփաթներ, սոված բոբիկ դկլոր մարդիկ, որոնք ոչ մի բան չունեն տալու, ապա դա մեկը անիմաստ է, հա։ Այսինքն մենք խոսում ենք պահանջարկի մասին։ Պետք է պահանջարկ, եթե լինի պահանջարկ, բայց վճարունակ պահանջարկ, այսինքն մարդիկ, որոնք ունեն կամ ոսկի կամ փող կամ ինչ-որ այլ բան, ինչ-որ պետք է մեր Ռոբինզոնին, ապա իմաստ ունի։ Կարելի է եւս մի տարբերակ դիտարկել, իսկ եթե կղզին կա եւ ընդ կան այլ Ռոբինզոններ, իսկ եթե իրանք արդեն ունեն կրեյսեր, արդյոք պետք է այդ Ռոբինզոնին, հա, օրինակ անգամ ցանց պատրաստել։ Ես ինչ եմ դա շեշտում, Սա մի օրինակ է, երբ որ մենք կարող ենք դիտարկել այսօրվա միջազգային առևտուրը։ Մեզ ինչ են ասում են զարգացրեք տեխնոլոգիաները։ Բայց մենք հասկանում ենք, հա, եթե մենք Ռոբինզոն ենք, այսինքն եթե դա մենք անում ենք մեր համար, ապա երևի կարտով մենք կբավարարվենք։ Հա, ինչը որ մենք տեսնում ենք։ Ինչի մենք չենք անցնում ցանցի։ Հա, մեր լիբերալները ասում են, չէ, լավ չեք աշխատում, նորարարություններ չեք ներգրավում եւ այլն։ Ինչի համար։ Ասում են պետք է դուրս գաք արտասահմանյան շուկաներ, բայց արտասահմանյան շուկան միջազգային շուկաներում այսօր արդեն կրեյսերն են։ Այսինքն դու քո ստեղծածը կամ վաճառես քո մոտ փագելով, հա, քո տնտեսությունը, պրոտեկցիոնիզմ կիրառես, կամ այն շուկաները, որտեղ որ չկան կրեյսերներ, այսինքն թույլ, հա, աղքատ շուկաներ։ Բայց մյուս կողմից աղքատ շուկան բան չունի առաջարկելու քեզ դրա դիմաց։ Եվ մենք մնացել ենք այս մակարդակում, այն որ մենք մնացել ենք այս մակարդակում, դա պատահական չի, դա նրանից չի որ մեր գործարարները։ Հիշում եմ, կարծեմ Ռայներտի մոտ էր, եթե չեմ սխալվում, ուղի, եթե սխալվում եմ, ասում էր, որ որպեսզի պետությունը հարստանա, ինքը պետք է առևտուր անի, իսկ պետք է առևտուր անի իր հետ տնտեսական զարգացման նույն մակարդակում գտնվող այլ երկրի հետ։ Այո, մենք կարողանա նրան ինչ-որ բան վաճառել։ Մեր օրինակում դա ակնհայտ, ես ինչ եմ բերես, օրինակ Վլադ ջան, որտեղ այդ օրինակում դա ակնհայտ երևում է։ Բայց վճարունակության մասին ինքը կարծեմ անցնում էր այդ մասը, այսինքն այնպես էր, որ եթե դու գտնես քո այդ տնտեսական զարգացման նույն վիճակում գտնվող այլ պետություն, այլ շուկա, դու հանգիստ կարող ես իրան վաճառել ապրանք։ Հա։ Այնքը ինչպես պետքա դա վճարեր դրա դիմաց, այդ մի մասը ոնց որ կարծեմ բաց էր մնում, այսինքն վճարելու ձև կար, կգտներ։ Պարզապես պետք էր այդպիսի պետությունների բլոկ ստեղծել ու չէ, թույլ շուկաների հետ հնարավոր է աշխատել եւ առհասարակ կապիտալիստական հարաբերությունները, հա, մետրոպոլիա եւ ուրեմն գաուտ, դա հենց այդ հարաբերություններն են, բայց ինչպես են կառուցվում այդ հարաբերությունները։ Ինչ է ստանում մետրոպոլիան, հա, գաուտից։ Ինքը ստանում է էժան ռեսուրս։ Այսինքն եթե դու առևտուր ես անում, դու պետք է ստանաս այն ինչը որ քո մոտ թանկ է եւ վաճառես այն ինչը որ քո մոտ էժան է։ Հա, այսինքն դու ընդդեից պետք է վերցնես աշխատող, որը քո մոտ թանկ է, հա, եւ տրամադրես ընդ այն ինչը որ քո մոտ էժան է, քանի որ սա է մոդելը աշխատելու։ Հիմա մեր դեպքում, հա, Ռոբինզոնը ոնց կարա աշխատի, ասենք ինքը գտավ ինչ-որ կղզի, ենթադրենք, հա, կղզի, որտեղ որ կա Ռոբինզոններ։ Հա, եթե իրանք ունեն կրեստեր, ապա հարցը փակվում է, հա, դա անիմաստ է, հա։ Ինքը իրանց հետաքրքիր չի։ Դա մեր ուրեմն Եվրոմիություն մտնելու մասին է, իսենց բան ասեմ, պայմանական ասեմ։ Մեր Եվրոմիություն մտնելու մասին է, հա, այդ առևտուրանել Ռոբինզոններ հետ, որոնք ունեն կրեստեր։ Ինչ է, իրանց հետ առևտուրան չես հասկանում։ Միակ բանը, որ դու կարող ես ընդ տրամադրել, հա, դա գաութային, հա, այդ իրավիճակն է։ Աշխատող։ Այն ինչ որ իրանց մոտ թանկ է, քան քո մոտ։ Հա, բայց դա արդեն կա։ Ինչքանով դու իրանց հետաքրքիր ես, մասով արդեն դու նկաս։ Եվ լրացուցիչ դա ոչ մի բան չի տա։ Քանի որ այդ օրինակը բերեցի, իմ մասնակցության բերումով հարցնեմ, իսկ կարա լինի օրինակ քաղաքական որոշում, որ քանի որ այս Ռոբինզոնը գտնվում է դժվար վիճակում, մյուս Ռոբինզոնները ունեն կրայսեր ու իրենց այս Ռոբինզոնի բռնած ձուկը հետաքրքիր չի, որովհետև իրանք շատ ավելի ունեն, բայց ընդունեն քաղաքական որոշում, ասեն այս Ռոբինզոնը գտնվում է դժվար վիճակում, եկեք մենք նրան օգնենք ու նրանից գնենք որոշակի քանակով ձուկ, որը ճիշտ է մենք ունենք բավականին, բայց
օգնենք, որպեսզի նա չվերանա, չմեռնի օրինակ այդ Ռոբինզոնը։ Սովամահ չլինի, չգիտեմ։ Վլադ ջան, արի չխառնենք, հա, բարեգործությունը, հա, մենք միշտ մոռանում ենք կապիտալիզմը ինչ է։ Բոլոր սխալները այդ նաև այդ մարդիկ, որ չեն տենում ակնհայտ բաներ եւ այլն, բաց են թողնում։ Գալիս է մեր ապոլոգետիկ վերաբերմունքից կապիտալիզմ։ Մենք գիտենք, որ դա ինչ-որ բարի համակարգ է, որ դա ստեղծվել է, որպեսզի մարդկությունը ծաղկի եւ դա տենց էլ ներկայացվում է։ Ինչ է կապիտալիզմը, մենք անցած անգամ իրար հետ քննարկեցինք, հա, եւ այսօր դեռ էլ քննարկենք, արժևում ամեն ինչ, հա, ինչ է իրանից ներկայացնում այդ համակարգ։ Ես չեմ սիրում, ես չեմ տալի բարոյական գնահատականներ, չեմ ասում, սա լավ է, սա եւ այլն։ Դա լրիվ ուրիշ օպերայից է, դա ուրիշ, չգիտեմ, մասնագետներ կա, թող գնան դրա մասին խոսան։ Իմ մոտեցումը ինքը չոր է, ինքը գիտական է։ Իսկ գիտությունը ինքը չի ճանաչում բարոյականություն, հասկանում ես, այսինքն վայ, մեղքեք եւ այլն, այտենց բան չկա։ Ինչ կա էտա։ Եթե դա դաժան է, ուրեմն դաժան է։ Ջունգլիների օրենքը, հա, կենսաբանները որ ուսումնասիրում են, այս կենթանին սրան ուտում է, ոչ մեկ ընդ չի լացում եւ այլն։ Դա բնությունը դա հիշենք ինչ է կապիտալիզմը։ Որն է իմաստը փողային տնտեսության։ Ինչքան հնարավոր է շատ վաճառել, բայց միևնույն ժամանակ նվազեցնել դրա հետ կապված ծախսերը։ Այն ինչը որ դու ասում ես, հակասում է այդ տրամաբանությանը։ Իհարկե դու կարաս տենց վարվես։ Մարդ կա տարիքը ինչ-որ գալիս է ինչ-որ, ասպես հոգնել եմ այս ամեն ինչից, հա, եւ դուս եմ գալի։ Իմ ստեղծածը ինձ պետք չի գնամ բաժանեմ մարդ, բայց տեսեք, ինքը ստեղ չի գործում որպես կապիտալիստ։ Ինքը գործում է որպես բարի մարդ, չգիտեմ, եւ այլն, ինքը կապիտալիստ չէ կետու։ Եթե ինքը մնա շուկայում ես սկսի իր ուրեմն շահույթը բաժանի աճ ու ձախ, ինքը էլ կապիտալիստ չի, իրան շուկայից դուրս կշպրտի։ Նույնն այստեղ է, եթե այդ քո ասած երկրները ով ուզում ալի, դա վերաբերում է բոլորին։ Եթե իրանք այդպես որոշում կայացնեն, հա, դա իրանք անելուն իրանք հաշվի։ Կարան անեն։ Ինչքան ժամանակ իրանք կարան անեն, ես չգիտեմ։ Այսօր իրանք խնդիրներ ունեն, իրանք սա պարտքերի մեջ են։ Այդ իրանք այդ իրանք պարտքերը չգիտեն ինչ անեն, հա, գալու են մեզ օգնեն, մեր նման ինչքան երկիր կա։ Ես չեմ տենում դրա մեջ ոչ մի տրամաբանություն։ Հասկացանք, հա, որ եթե Ռոբինզոնը կրեյսեր, մենք իրանց հետ գործ չունենք, որովհետև հա, մենք շատ կուզենանք իրանց հետ գործ ունենանք, իրանք չեն ուզենա մեր հետ գործ ունենալ։ Դա է պետք հասկանալ։ Լավ, իսկ եթե մենք հայտնաբերում ենք կզի, որ աբորիգեններ են, ասենք, մեզնից իրանք ոչ մի բան չունեն, ոնց կարանք մենք աշխատենք։ Մի կողմից, այո, մենք մեր ձուկը չենք կարա իրանց վաճառել։ Մենք կարանք վաճառենք մենակ մի դեպքում, եթե մենք ինչ-որ ձև ներառենք իրանց արտադրության մեջ, որպեսզի իրանք եկամուտ ստանան։ Ինչ կարա անի Ռոբինզոնը։ Ոչ թե բենակով, հա, պատրաստի ես ցանցը, այ այդ մարդկանց բերի իր կղզի եւ արտադրություն դնի, հա, ցանցի, հա, եւ այդ մարդիկ իր համար սարքեն այդ ցանցը։ Կամ ցանցը հենց այնտեղ արտադրի ու բերի։ Այսինքն այդ մարդուն ներգրավես process-ի մեջ, ինքը անի այդ աշխատանքը, դու չանես, դու ազատվես, զբաղվես ինչ-որ ուրիշ բանով, իրանք պատրաստեն, դու էլ ինչ-որ եկամուտի մի մասը հետո տաս իրանք։ Սա հա միտրապոլիա գաուտ հարաբերություններն են։ Օրինակ հանքարդյունաբերությունից ամբողջությամբ ես դուք տալիս եք մեզի ձեր պղինձը, նավթը եւ այլն։ Եվ այլն մենք էլ ձեզ վերադարձնում ենք Mercedes-ի տեսք։ Ու արդեն ընդ քանի որ ցանկացած հասարակության մեջ կա էլիտա, հա, բնականաբար էլիտան կստանա Mercedes, մնացածն կստանան օրինակ jeans, չգիտեմ։ Օրթոդոքսները պնդում են, որ ինչքան երկարում է, հա, արտադրական գործընթացը, այդքան շահույթը բաց։ Ինչից են դա իրանք վերստում, հա, ոնց են իրանք դա բացատրում։ Ասում են, դե տեսեք, իրականության մեջ մենք տեսնում ենք, չէ, որ արտադրական գործընթացները իրանք անընդհատ աճում են, իրենց երկարությունը անընդհատ աճում։ Մյուս կողմից տեսնում ենք արտադրությունն աճում։ Ասում են, ահա, տեսեք, ստեղ ուրեմն կա պատճառը հետևանքային կապ։ Արտադրությունը աճում է, որովհետև երկարում են արտադրական process-ները։ Ստեղ ակնհայտ սխալ է, մտածողության սխալ է, որովհետև լոգիկայում դա կոչվում է ռուսերեն ասում подмена понятия։ Եզրահանգումը չի բխում նախադրյալներից։ Այն որ աճում է արտադրողությունը մենք տեսնում ենք։ Այն որ երկարում են գործընթացները, հա, արտադրական մենք էլ ենք տեսնում։ Բայց դա չի նշանակում, որ ստե կա պատճառը հետևանքային, դեռ չի նշանակում, այսինքն ինքը դա չի բխում անհրաժեշտությամբ, ոնց որ ասում։ Իհարկե ստե կապ կա, բայց ինքը ուղղակի կապ չի, հա, ինքը այդ պատճառը հետևանքային կապը ինքը ուղիղ չի, ինքը անուղղակի է։ Եվ տեղի է ունենում դա աշխատանքի բաժանման խորացման միջոցով, ոնց որ մենք նոր իրար հետ քննարկեցինք։ Սա հնարավոր է, եթե կլինեն ուրիշ Ռոբինզոններ, ուրիշ շուկաներ եւ այլն, ուրիշ ռեսուրսներ եւ այդ ամենը։ Եթե դա չկա, անկախ դրանից Ռոբինզոնը գիտի ցանցի մասին, կրեյսերի մասին, թե չգիտի, ինքը
ակնհայտ կկանգնի Քարտի մակարդակ։ մակարդակով, հա, եւ առաջ չի գնա, որովհետեւ տեսագիտությունը առհասարակ ինքը հենց պետք է զբաղվի դրանով, որպեսզի ուսումնասիրի այդ շուկաները։ Ոչ թե փաստի, որ տեխնոլոգիաները դեր են խաղում արդեն, հա, հասկանում ենք տեխնոլոգիա, մենք տեսնում ենք, հա, պարզ է, բայց արդյոք միշտ կարելի է օգտվել հայ հնարավորությունից։ Միշտ չի որ կարելի է, հա, ամեն ինչ պայմանավորված է շուկաներով։ Տվյալ դեպքում շուկաներով, ռեսուրսներով եւ այլն։ Ադամ Սմիթը իզուր չէ, հա, որ մենք այդքան իր մասին խոսում ենք, անընդհատ հիշատակում ենք, հա, եւ իր երրորդ գլուխը, հա։ Աշխատանքի բաժանման խորացման մակարդակը սահմանափակվում է շուկայի ծավալով։ Անընդհատ ամեն հաղորդման ժամանակ երևի դա ասում եմ, հա։ Ամենակարևոր, հա, բաներից է որ պետք է հասկանալ։ Սխալ պատճառահետևանքային կապերը, որ կա այսօր օրթոդոքսիայում, հա, իրանք ամենուրեք։ Ես չգիտեմ, կարելի դիսերտացիա պաշտպանել դրա վրա, որ մի հատ վերլուծես, հա, գիտական տեսանկյունից ու տրամաբանության տեսանկյունից, այն բոլոր աքսիոմատիկան իրանց եզրահանգները եւ այլն, ամեն քայլափոխին այդպիսի բան է։ Նույնը կարելի ասել օրինակ ինստիտուտների մասին։ Ինչ են ասում, հա, ինստիտուցիոնալիստները։ Եվ պարոն Աչեմօղլուն էլ անցած տարի Նոբել համալսարան ստացել։ Ինչի համար։ Գծվում այսպիսի գրաֆիկ։ X-ը մեր մոտ ժողովրդավարության ազատությունների ինչ որ ինդեքս, հա, օրինակ։ Ինկլյուզիվ ինստիտուտներ թողնի, հա, ստիլա։ Իսկ ստեղ բարեկեցություն, ասենք հնա, հա։ Վերցնում են երկրները, հա, օրինակ, չգիտեմ, ԱՄՆ-ն ստեղ, հա, չգիտեմ, Նորվեգիան ստեղ եւ այլն, հա, Եվրոպան ստեղ, իստեղ գնալով իշնում է, էլի, հա, ստեղ շո Կոնգո, Մոնգո, բան ստեղ, չգիտեմ, մենք, այսպես պատկեր է ստանում, հա։ Ինչ ասում, սա կոչվում է կորելացիա, այսինքն տես տվյալները ինչ որ մի տեսում կարանք գիծ քաշենք, չէ՞։ Ռեգրեսիա կոչվում, հա, ստատիստիկա։ Ու ասում են հետեւյալ պնդումը։ Տենում եք ասում, ինչքան, հա, զարգացած այս ինստիտուտների զարգացվածություն, հա, ասած, կամ ինկլյուզիվություն, հա։ Ինչքան ինկլյուզիվ են ձեր մոտ շատ ինստիտուտները, այդքան ձեր ուրեմն կենսամակարդակը բարձր։ Վիճակագրության երևի այն բազային գրքերը որ նայես, ամենաառաջի էջերում գրած է։ Կորելացիան դա պատճառահետևանքային կապ դեռ չի։ Այսինքն կորելացիան չի ենթադրում պատճառի հետ։ Եթե երկու երևույթ իրար հետևից գնում են, դեռ դա չի նշանակում, որ դա կա պատճառի հետևանք։ Այսինքն մեկը մյուսի պատճառը։ Իրանք ստեղ գրում են, չէ՞։ Դե էսի x-ն է, չէ, էսի y-ն է։ Y-ը տվյալ դեպքում ֆունկցիա է x-ից։ Ճիշտ է։ Սա պայմանավորում է բարեկեցություն։ Հիմա առաջինը, պարտադիր չի որ ունի պատճառը հետևանքային կապ, այդ մեկ։ Արի հակառակը անենք, չէ՞, արի ինստիտուտները գանց թե էսի լինի y, լավ, սրանց գրեմ, ստե գրեմ x։ Այսինքն հետևյալ հիպոթեզը ստուգենք, Վլադ ջան։ Ինչքան հարուստ է երկիրը, այդքան բարձր այնտեղ, ասենք, ինկլյուզիվ ինստիտուտների մակարդակը։ Ու դու այս նույն գրաֆիկը կստանաս։ Այսինքն կապը նույնն է, հա, բայց պատճառը հետևանքային կապը ինքը հակառակն է։ Եվ այս երկրորդ հիպոթեզը ինքը ավելի շատ հաստատումներ է ստանում, քան առաջինը։ Ինչքան երկիրը ավելի հարուստ է, հա, այդքան ինքը կարող է իրան թույլ տա, օրինակ ունենալ անկախ դատական համակարգ, ունենա ոչ կաշառակեր, ասենք պաշտոնյաներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարող է տես բան լինի, ինչի՞ չէ։ Այդ առաջինը։ Երկրորդը, անգամ եթե մենք ընդունում ենք Աչեմօղլուի եւ ինստիտուցիոնալիստերի տրամաբանությունը, ասենք թե մենք ընդունել ենք, հա, տեսնում ենք հետևյալը, հա, աճում են ինկլյուզիվ ինստիտուտները եւ աճում է ստեղ կա պատճառը հետևանքային կապ իրանց մեջ։ Կարող է լինի կապ, բայց ինքը ինչպես որ մեր մոտ Ռոբինզոնի օրինակում է, ինքը ուղղակի չի։ Այսինքն ոչ թե ինստիտուտն է ինքը իրանով բերում է քեզ բարեկեցությանը։ Մենք իհարկե դա նկատում ենք, հա, որ ուրեմն հարուստ երկրներ ունեն, հա, լավ կրթության մակարդակ եւ այլն։ Իհարկե մենք հասկանում ենք, ինձ մեկ-մեկ ասում են, քննադատում ես, բայց ի՞նչ է հիմա ասում, օրինակ առողջապահության համակարգը կամ կրթական համակարգը, ինքը ինքս չի նպաստում բարեկեցությանը, կարող է չի նպաստում։ Ես դա չեմ ասում, ես չեմ ասում չի նպաստում։ Ես ասում դուք կապն եք սխալ հաստատում։ Այսինքն ինքը անմիջապես չի նպաստում։ Նենց չի մենք այսօր վաղը 3 հատ համալսարան բացենք ստե, հա, Վլադ ջան։ Ու մենք միանգամից կհարստանանք, դա տենց չի աշխատում, դա ուրիշ դա անուղղակի է աշխատում։ Անուղղակի ոնց է մենք դրա բացատրում ենք, հա, դա աշխատանքի բաժանման միջոցով անում։ Եթե կա աշխատանքի բաժանման համար, խորացման համար հնարավորություն, շուկաներ, սպառում, աշխատուժ եւ այլն, ապա այո, այդ համակարգի մեջ դու կարող ես
հա, ներդնել նոր տեխնոլոգիա։ Դա տեխնոլոգիան սկսում է հարմարվել այդ համակարգին, հա։ Եթե չկա հնարավորություն, կրեսերը, ցանցը, բանը, դա անիմաստ է, դուք անիմաստ ծախսում եք ռեսուրսներ ու արդյունք չեք ստանում։ Նույնը վերաբերում է ինստիտուտներին, նույնը վերաբերում է տեխնոլոգիաներին, մարդկային կապիտալներին եւ բոլոր այն cute թեմաներին, հա, որոնք այսօր կարանք լսենք կամ կարդանք, եթե բացենք ցանկացած, չգիտեմ, նախընտրական ծրագիր կամ մեկի տնտեսական ծրագիրը կամ եւ այլն եւ այլն։